Մենք ստեղանիք չունենք ել։ Իգիտություն եմ ծնեցին այս Ռուբիկ Հակոբյան, առանց Հակոբյանի որոշումը կայացրել։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ այս հանձնաժողովի ճակատագիրը մեծապես կշահի, եթե եւ հարցերը հարց տվողներով եւ պատասխանները պատասխանող լինեն անկեղծ եւ ամոզիչ եւ վստահության մթնոլորտ ստեղծեն։ Հարց առաջին։ Հանձնաժողովի հետ կապված դուք ասում եք քիչ կլինի, եթե յուրաքանչյուր խմբակցությունից մեկ ներկայացուցիչ լինեն, շատ տարողունակ ծավալուն աշխատանք է, տրամաբանությունը ընդունում եմ, այդ դեպքում եկեք յուրաքանչյուր հանձնաժողովից թող 2 հոգի լինեն, կլինեն 12 հանձնաժողովի 12 անդամներ եւ այդ տարողունակ աշխատանքը այս դեպքում ոչ միայն 10, այլ 12 հոգին կան։ Երկրորդ, դուք ասում եք, որ սա կարելի է բացահայտել, ասում եք անպայման հանձնաժողովի նախագահը պետք է լինի մեծամասնությունից, անուն եք տալիս ով։ Ես ուզում եմ հասկանալ տրամաբանությունը, ինչու անպայման մեծամասնությունից, առավել ևս որ մենք էինք ընդդիմություններ նախաձեռնել եւ ինչով է պայմանավորված, ում տրամաբանական լինի, որ հասկանանք։ Երրորդ, դուք ասում եք, որ կարող եք համաձայնվել ժամկետը կրճատել։ Ձեր բազմափորձ օրենսդրական կենսագրությունը երևի հուշում է, որ եթե հարցերի կեսը մնում են դեռ չքննարկված, ազգային ժողովը շատ տրամաբանական կլինի, որ ձգձգի ասի եկեք մինչև նոյեմբերի 8-ը եւ որևէ անտրամաբանական պատասխան չի կարող լինել, որտեղ եթե այս ծավալով մտնում ենք հանձնաժողով, պետք է բոլոր հարցերը լինեն։ Արդյոք չի լինի այնպես, որ դուք ասեք, գիտեք, որովհետեւ մի մասը դեռ չենք կարողացել ավարտել։ Եկեք մինչև նոյեմբերի 8-ը դա տանենք։ Եվ վերջապես չորրորդ։ Դուք շատ լավ գիտեք, ես վստահում եմ ձեր ինտելեկտին, անկեղծորեն հավատում եմ, որ մեծ շատ լուրջ ռեսուրս ունի ինտելեկտուալ։ Օրինակ Իրանի հետ այս հանձնաժողովը ինչ կարգավիճակով պետք է բանակցի, որ ճշտի Իրանը մեզ էժան գազ կտա, թե ոչ։ Շատ լավ գիտեք, որ դա բացարձակ դիվանագիտական արդյունք է։ Այս հանձնաժողովը պետք է գնա Իրանի նախագահին, էներգետիկայի նախարարին կամ կրոնական ղեկավարին նստի ասի բարեկամս մի հատ անկեղծ մեզ ասա դու մեզ ավելի էժան գազ կտաս, թե չէ։ Կրկնում եմ, շատ լավ գիտեք, որ քաղաքական հարց է։ Եվ չեք կարծում, որ ուղղակի նման այս եւ նման հարցեր տնելով ուղղակի ժամանակ ձգձգելու հարց է դրվում։ Ես շատ վստահորեն ասում եմ, ամենացածրակարգ դիվանագետին ցույց տան, որ հանձնաժողովը ուզում է իրանական իշխանությունների հետ բանակցի, հասկանա նրանք էժան կտան գազը, թե չէ, նա կծիծաղի կասի սա ինչ կապ ունի այդ հանձնաժողովի հետ, որը ինչ որտեղ ընդդիմության ոչ ընդդիմության եւ իշխանության բանով լինում։ Ես ասացի այս հանձնաժողովը կշահի իր կենսագրությամբ, ճակատագրով, եթե անկեղծ լինեք միաս նկատմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ձեր անկեղծ լինելու կոչը ես ընդունում եմ եւ դրա համար անկեղծորեն սկսեմ նրանից, որ յուրաքանչյուր հարց տալուց դուք պետք է այնուամենայնիվ հստակ ներկայացնեք, թե ես ինչ եմ ասել, այլ ոչ թե ձեր մեկնաբանությունը իմ խոսքի։ Իսկ ես երբևէ չեմ ասել այս ամբիոնից, որ եկեք այսպիսի կազմ ընտրենք հանձնաժողովի, որովհետև հակառակ դեպքում անդամները քիչ կլինեն։ Եթե որևէ մեկը հիշի կամ սղագրության մեջ գտնի որևէ նման դրույթ, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ։ Ես լրիվ այլ բան նշեցի։ Ես ասացի կարևորագույն սկզբունքներից մեկը հավասարակշռված լինելն է։ Այսինքն իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունները պետք է հավասար հնարավորություն ունենան ազդելու process-ի վրա, ավելին, նրանք պետք է միասին աշխատեն, ընդ որում հավասարակշռված եղանակով։ Այնպես որ քիչ չեն լինի եւ ես կարծում եմ, որ հանձնաժողովի առաջարկվող կազմը 10 անդամ դա բավարար է այս աշխատանքը պատվով եւ որակյալ կատարելու համար։ Երկրորդ հարցը. ինչու ենք մենք նշում, որ հանձնաժողովի նախագահը պետք է լինի մեծամասնությունից։ Նախ որևէ տեղ նման նշում չկա։ Հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը ընտրվում են հանձնաժողովի կողմից։ Իսկ ձեր հարցին, թե իսկ ինչու մեծամասնությունը ուզում է, որ հանձնաժողովի նախագահը, դա ցանկություն է, հա, բայց որևէ ձևով արտացոլված չէ այս որոշման մեջ։ Ինչի է ուզում, որ հանձնաժողովի նախագահը լինի մեծամասնության ներկայացուցիչ, բարձ պատճառով, որտեղ նա մեծամասնություն է։ Երրորդը. Ինչպես։ Սա ստուգող մարմին չի, պարոն Բագրատյան, սա ստուգող մարմին չի։ Եթե ստուգող մարմնի մասին խոսենք, դա այլ խնդիր է, այդտեղ կարող ենք դեռ քննարկումներ ունենալ։ Եթե վստահ եմ հարց ունեք, ես կպատասխանեմ ձեր հարցերին եւս։ Հիմա թույլ տվեք պարոն Հակոբյանի հետ շարունակենք։ Հետո երրորդ ձեր հարցը, թե լավ չենք աշխատի, վերջում կասենք, գիտեք ինչ կա, ձգեք։ Մի քիչ էլ մինչև նոյեմբեր ամիս։ Նայեք,
կասեք կատեգորիան հետևյալն է, եթե հանձնաժողովը որոշի, իսկ դա նշանակում է առնվազն ամբողջ ընդդիմությունը եւ մեկ իշխանական падգամավոր կամ առնվազն ամբողջ իշխանությունը եւ մեկ ընդդիմադիր падգամավոր։ Միայն այդ դեպքում հարցը կարող է գալ ազգային ժողովի օրակարգ երկարաձգման մասին, հակառակ դեպքում այդ հարցը չի կարող գալ։ Այսինքն որևէ մեկի ձեռքը վերահսկողությունը չկա բացարձակ վերահսկողություն գործընթացի նկատմամբ, այնպես որ անհոգ եղեք այս առումով եւ ի վերջո շատ բնական է, որ հանձնաժողովը կոլեգիալ հավասարակշռված մարմին է, որը որոշումը կայացնելու է իր ձայների մեծամասնությամբ։ Եվ վերջապես չորրորդ հարցը։ Իրանի հետ բանակցություններ։ Նման խնդիր այստեղ չի դրված բացարձակապես։ Այստեղ դրված է ուսումնասիրելու խնդիր, առաջարկություններ ներկայացնելու խնդիր, այնպես որ Իրանի հետ բանակցելու խնդիր այս հանձնաժողովը չի ունենա։ Սակայն եթե առկա են եղել որոշակի բանակցություններ, եթե առկա են եղել որոշակի վերլուծություններ, ապա այդ առումով մենք կարող ենք իհարկե ուսումնասիրություններ կատարել ուսումնասիրություններ նաև կանխատեսումների հետ կապված, արդյոք համապատասխան ենթակառուցվածքները առկա են, ինչպիսի պահանջ կլինի ենթակառուցվածքի, եթե ողջամիտ է այդ ակնկալիքը եւ այլն։ Այդ բոլոր հարցերին հանձնաժողովը կարող է պատասխան տալ։ Լևոն Զուրաբյան, Պատասխանեմ, հա։ Պարոն Հակոբյան, Սիրով։ բարկությունը չեմ հասկանում, ես չփոթվեցի ոչինչ, ներողություն եմ խնդրում, պարոն Հակոբյան համեցեք։ Սիրով, շնորհակալ եմ։ Վերջից սկսեմ։ Այդ ուսումնասիրումը ենթադրության մակարդակ ուսումնասիրել նշանակում է գնալ բանակցել, տեսնել մեր բարեկամ պետությունը պատրաստ է քաղաքական ինչ-որ եւ այլն։ Ուսումնասիրել ինքնանպատակ մոնոլոգ չի կարող լինել, այնպես որ կխոսենք առանցին մի քիչ իհարկե բացատրենք այդ հարցերը։ Դուք գիտեք ինձ ստիպում եք ասել, որ դուք պայմաններից մեկը, որ անպայման մեծամասնության ներկայացուցիչ չպետք է լինի։ Ես ձեզ քննարկման ժամանակ ասեցի, սա պաշտոն չի, բան չի, շատ դաժանակիր աշխատանք է։ Թողեք այդ դաժանակիր աշխատանքը նախագահի ընդդիմությունը իր վրա վերցնի։ Դուք մի արեք, այնպես որ այս ամուսիչ չի։ Եվ մյուսը, որ շատ կարևոր է եւ իմ ոչ իշխանական գործընկերների ուշադրությունը կհրավիրեմ, սա պրոտոկոլ է։ Եթե այս ծավալով, որ ընդգրկված է փաստաթղթում 2-3 ամսում չեղավ, տրամաբանական է, ես էլ կողմ քվեարկեմ, որպեսզի հանձնաժողովի կյանքը ձգվի։ Այնպես որ եւ մի հարց էլ, երբ զույգ թվով է հանձնաժողով, անպայման հանձնաժողովի նախագահի բանը ձայնը, որ վճռորոշ է դառնում, այնպես որ հասկանում ենք ինչի մասին է, շնորհակալություն։ Նայեք, ուսումնասիրելը իմ համար բանակցել չէ, կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց խորապես համոզված եմ, որ շատերը կպաշտպանեն իմ դիրքորոշումը, որ ուսումնասիրելն ու բանակցելը տարբեր կատեգորիաներ են։ Նախագահի հետ կապված, պարոն Հակոբյան, եթե ձեր ֆրակցիան ներկայացնի հանձնաժողովի անդամ, կհորդորեմ, որ նա էլ առաջադրվի որպես հանձնաժողովի նախագահ։ Պրոցեսը ի վերջո դասական է, քվեարկություն։ Վերջին հարցի վերաբերյալ էլ, լավ, կարծում եմ սրանով սահմանափակենք։ Գագիկ Ջանգիրյան, համեցեք։ Լևոն Զուրաբյան, ներողություն։ Ես որոշիչի հետ կապված ենթադրում պարոն Բագրատյանը հարցը բարձրացնելու է, դրա համար չպատասխանում։ Պարոն Հակոբյան, ձեր փոխարեն խոսում եք, հարցը տալիս եք, իրեն տեղը պատասխանում եք։ Դրա համար շփոթվել ենք։ Սիրուց շատ մի խոսեք, դրա մեջ հեռու եք։ Լևոն Զուրաբյան, համեցեք։ Կարելի է։ Այստեղ շատ խոսվեց